Այսօր հացադուլի, որը հայտարարել ենք մարտի 1-ին, 12-րդ օրն է եւ բոլորը տեղյակ եք, թե ինչին էր ուղղված այդ հացադուլը։ Իրականում սա խնդրանք էր Ռուբեն Վարդանյանին, իմ եւ իմ ընկերների Արտավազդ Դալավերդյանի եւ Վարդան Ավագյանի կողմից մեր ավագ ընկերոջը խնայելու իր կյանքը, որովհետեւ մենք բոլորս շատ քաջ գիտակցում ենք, թե Ռուբեն Վարդանյանի կյանքը ինչ արժեք ունի հայ ժողովրդի համար։ Մենք նաեւ ցավով արձանագրում ենք, որ միշտ չէ եւ ամենուր չէ, որ հայ մարդիկ հասկանում են ով է Բաքվի բանտում։ Բայց այս օրի ձեր լուսաբանման նաեւ շնորհիվ եւ բազմաթիվ այլ միջոցառումների շնորհիվ ավելորդ է ասել իր ձայնային ուղերձի մասին, մարդիկ սկսեցին տեսնել Ռուբենին, ոչ թե նայել նկարները ցավալ, այլ տեսնել ով է, ինչպիսին է, ինչի մասին է Ռուբեն Վարդանյանը եւ ինչ է անում այսօր Բաքվի բանտում բոլոր հայերի համար, Հայաստանի Հանրապետության համար։ Ով կույր է, նա չի տեսնի միայն։ Ես մի սիրելի ընկեր ունեմ, խուլու համար, ամեն օր բելան գալիս էր ու ասում, որ ինքը իմ կողքին է ու գիտի ինչ է կատարվում ու տեսնում է, ինչի համար ու ինչ են անում։ Էնպես որ միայն իրականում թույլ տվեք ասել նրանք, ովքեր ուղեղով տկար են, ահա նրանք չեն տեսնում։ Մնացած բոլոր մարդիկ տեսնելու են հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնվելու է ու թող թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու։ Այս երկու օրը